Մի հատ անեկդոտ եմ պատմեմ, այս վերջերս տղերքը։ Ոչ մի հատ տղա լսում ես։ Լսում եմ։ Ոչ մի հատ տղա աղջիկ են ունում, փոքրուց ընկերություն են անում, սիրում են իրար ոչում։ Այս տղու բանը գնալու վախն է արդեն գալի։ Տենց իրար գրկում են բան, սենց են հայ լուսամուտից լուսամուտ սենց հաջող բան գնում են ու բան նամակներով գրվում են սա որ բան, ու ասում եմ մի տարի ու կես, այս տղեն արդեն ծառայում է, այդ տղուն նամակ է գալի իր ընկերուհու ծնողներից, որ ոբշեմ քո ընկերուհին արդեն լուրջ խնդիր ունի սրտի հետ, ոբշեմ օպերացիա պետք է անեն, շանսերը քիչ են, որ ողջ կմնա։ Այս տղեն պատկերացրու ինչ անեմ փոքրուց ընկերություն են անում, ասես ոչմ հիմա ասես գլխին տալի ինչ անեմ, գժվում է մոտը գցում է, հելնում է, փախնում է, սամա վոլկա ելնում։ Մեկ էլ բան, գալիս է տենց հիվանդանոց, ոնց է, հա, գալիս է, հա, լսի, գալիս է հիվանդանոց, ասում է դուստը չես կարա մտնես, ոբշեմ սպասի, այս տղան սաղ գիշեր կարիդորը սենց նստած սպասում է բան, այս աղջիկանը օպերացիա են անում սաղ գիշեր բան, առավոտ զարթնում է այս աղջիկը սենց բժիշկին անայում, ասում է ընկերս ուր է բա, ընկերս ուր է բժիշկ ասում է աղջիկ ջան հանգստացի, ես հիմա քեզ կբացատրեմ ճիշտ հասկացի այն սիրտը, որով դու հիմա ապրում ես, որը բաբախում է քո կրծքում, դա քո ընկերոջ սիրտն է, ինքը սոհա բերել է իր կյանքը, որ դու ապրես, այս աղջիկը սենց շոկ է ապրում մի բա, սկսում է լացել գոռալ, բժիշկ, հանեք է սիրտը, հանեք է սիրտը, բան դանեք ուզում է վեկալի, որ սենց խփի, ասում է հանեք է սիրտը, չէ բժիշկ, ասում է հա լավ հանգստացի կատակ է անում, գնացել է շռիգա։ Լսում էին ինչ եմ, դուրը եմ ճռում, ալո։